Սեփական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայհոյեց բոլոր նրանց, ովքեր նրանց թուրք են անվանում, իր մեկնաբանելով վատ իմաստով։ Ձեր մեկնաբանությունը, ձեր պատասխանը։ Դա Վեյն Աշճանի սրիկայություն է, հայ ազգի մեջ այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որտեղ կարող են ազգային ժողովի գլխավոր ամբիոնից, որտեղ ներկայացնում են մեր հայ ժողովրդին, մեր հայ տեսակը աշխարհում, ինչ որ կայնեն այդ ձևի լկտի արտահայտություն անեն, որտեղ դրա վերաբերյալ կասեմ մի բան, տվյալ պատգամավորին, ես իրան չեմ հաշվում հայ, ես կասեմ մի բան, որ ձեր ղեկավարը Փաշինյան Նիկոլը ասել է, որ ես ված չեմ զգում, որ ինձ թուրք են անվանում։ Հարց ձեզ, դուք սկսեցիք ված գալը։ Միթե այն է հարցը, որ դուք արդեն Նիկոլ Փաշինյանից հեռանում եք, կամ Նիկոլ Փաշինյանն էլ պրիզնատ չեք գալի, սենց ասեմ, կներեք, որ դրա համար տենց արտահայտություն եք անում։ Երկրորդը, ես ձեզ անվանում եմ թուրք, մեկ։ Դրանից հետո մեզի ով որ կարա անվանի թուրք կամ հայ տեսակին քֆուր տա գլխավոր ամբիոնից, նա համարվում ամենավերջի սրիկան։ Դա իմ կարծիքն է, իմ մարտական ընկերների կարծիքն է, ես որպես վիրավոր տղա մարտական գործողություններով անցած տարբեր տարիների 99 թվականից ծառայության մեջ եմ գտնվել, ես մի բան կարամ ասեմ, որ դուք պատգամավոր չեք կարա լինեք, ու ես անձամբ պահանջում եմ ողջ հայ ազգի հայ տեսակից, որ պահանջի ձեր հրաժարման դիմումը։ Դուք պետք է հրաժարվեք, դուք իրավունք չունեք մեր Հայաստանը ներկայացնելու Բարսագույն ամբիոնից։ Ուղղակի իրավունք չունեք, որտեղ դուք արդեն ընդեղից սկսել եք հայհոյանքով, ու դուք չեք կարող մեր սերունդին դաստիարակություն կամ ինչ-որ կրթություն տաք։ Հեռացեք այդտեղից, քանի ձեր համար հələ որ ճանապարհ կա։ Հələ որ կա, խնդրում եմ հեռացեք այդտեղից։ Ես նույն հայհոյանքը, որը դուք տվել եք ազգային ժողովից, այդ նույն հայհոյանքը ես տալիս եմ ձեզ։ Փոխադարձ, ուղղակի ելնելով իրավիճակից, որ ես գտնվում եմ իմ ընկերների մոտ, ես չեմ կարում նույն հայհոյանքներով խոսամ։ Ինձ թույլ չեմ տալիս։ Նույն հայհոյանքը, որ դուք տվել եք իմ հայ ժողովրդին, իմ հայ մարկանց, մենք դրա համար արուն ենք թափել։ Մենք դրա համար կյանքեր ենք տվել։ Շատը դրանից ելնելով ես խոսում եմ Եռաբլուրից, իմ ընկերների անունից, իմ մոտ, իմ ձեռի մեջ զոհված իմ ընկերների ու իմ աղբերներիս անունից, որ դուք սրիկա եք, դուք իրավունք չունեք այդ ամբիոնից խոսալու։ Թողեք հեռացեք ձեր ՔՊ-ներով, որովհետև դուք ներկայացնում եք ձեր ՔՊ-ի դեմքը։ Ես ուրիշ բան չեմ կարա ներկայացնեմ, ուրիշ բան չեմ կարա ասնեմ։ Դուք ձեր պատգամավորներով ձեր ղեկավարի դեմքն եք ներկայացնում։ Դուք ով եք, որ մեզի հայհոյեք։ Ձեր մաման էլ, պապան էլ, ձեր ընտանիքն էլ։ Իսկ ինչ կախված է, որ դուք կարող եք ասել, չգիտեմ, այնտեղ մենք նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանին եւ այլն։ Ես ձեզ մի բացահայտում անեմ, որը որ երևի դուք չգիտեք կամ գիտեք, ձեզ դրել եք ինչպես սրիկա կակ, այդ ձեզ դրել եք չիմացողի տեղ։ Ռոբերտ Քոչարյանը համենայն դեպս այնքան բան արել պատերազմի ժամանակ, որ ձեր ղեկավարության մեջ, ձեր գլխավոր, ձեր շեֆից սկսած, ոչ մեկը դրա չափ չեք արել։ Ոչ մեկը Ռոբերտ Քոչարյանի չափ պատերազմի ժամանակ ոչ մի բան չեք արել։ Իսկ ինչ որ ասում եք, որ Արցախը Հայաստանը չի, ու այնտեղ ով որ կռվել է, ու դրանք ինչ որ, չգիտեմ, կռվել են ադրբեջանական հողերի համար, ես ձեզ էլի կուլտուրական ասելով շնորհակալություն պետք է դուք հայտնեք իմ Եռաբլուրի ինքած տղաներին, որ ես չեմ ուզում հայհոյանքով դիմեմ ձեզ, բայց իմացեք վերջի հայհոյանքը ձեզի հասնում է։ Ես կասեմ մի բան, երբ որ մեր տղաները 90-ականներին կռվում էին, ազգ էին պահպանում, նրանք հասկանում են, որ Արցախը մեր միակ դարպասն է։ Հայաստանի միակ դարպասն է եղել։ Դուք այնքան արեցիք միջև թուրքը այդ շակալները միջև մտնեն Սունիկ։ Այնքան արեցիք միջև հայկական սուվերեն տարածքից գրաված տեղեր ունեն։ Բախի դրանով չեք զբաղվում։ Եք կայնում խոսում մենակ, չգիտեմ, այնտեղ խաղաղության պայմանագրի մասի, խաղաղության պայմանագրի այդ կետերը, որ ստագել է հայ ազգը տեղյակ չի։ Ինչի համար։
Դրա պատասխանը տվեք։ Ինչի է Նիկոլ Փաշինյան ձեզ եմ դիմում անձինս։ Նախ անցած տարի 2022 թվին ես դիմեցի, որ դուք ինձ ընդունեք առանձին զրույցի, առանձին հարցազրույցի։ Ես հարց ունեի ձեզ տալու։ Վախի չընդունեցիք։ Չընդունեցիք, դե հիմա ստացի պատասխանը Նիկոլ Փաշինյան։ Դու քո ԿՊԱ-ականներով ազգի դավաճան եք, դուք բոլորը թուրք եք։ Ու ով որ հայ տեսակին կանվանի թուրք ու հայ տեսակին ինչ-որ հայհոյանքներ կտա գլխավոր տրիբունայից, նրանք իմ համար իրենց ընտանիքներով թուրք եղել են, կան ու կմնան, իսկ թուրքին դուք լավ գիտեք, սաղ եռաբլուրը, սաղ իմ 90-ականների զբռնած իմ ավակ ընկերներով միջև այս սերունդը բոլորիդ ընտանիքներին հայհոյում են ու ամենավերջի բառերով։ Լավ իմացեք, մյուս անգամ գլխավոր տրիբունայից լավ մտածեք ինչ եք խոսում։ Լավ իմացեք, ինչքան մարտական ուղի անցած տղաներ կան, ձեզի Հայաստանից վտարելու են շամ պես ինչ-որ շակալին են վտարում։ Դուք լավ գիտեք Արլույցի ու շակալների պատմությունը։ Եթե գիտեք դուք Ձախորդ Փանոսի պատմությունը, գիտեք եւ Արլույցի ու շակալների պատմությունը։ Իմացեք, որ դուք դա եք, դուք շակալ եք, իսկ հայ ազգը դա Արլույցներ են։ Լավ իմացեք։ Դրանով արդեն եզրափակ եմ, ուրիշ բան չեմ ուզում ասեմ, քանի որ գտնվում եմ իմ ընկերների մոտ։